գերճնշումը վնասում է 4 հիմնական թիրախ օրգաններ՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները, աչքերը։ Սիրտը նաև ծայրամասային զարկերակները, սիրտանոթային համակարգը, այդպես ասենք, եւ կախված նրանից, թե տվյալ պացիենտի մոտ որ օրգան համակարգն է ավելի շատ ախտահարվում, գանգատներն էլ համապատասխան օրգանի գանգատներն են լինում, վնասման գանգատներ։ Օրինակ, եթե սիրտն է ավելի շատ ախտահարվել, այսինքն սրտի պատերը հաստանում են, առաջանում է սրտամկանի գերաճ, դա բերում է դիաստոլիկ սրտային անբավության, շատ հաճախ հանդիպող գանգատ ֆիզիկական ակտիվության ժամանակ հեվոց, որը մարդը կասի, դե հա, մի քիչ տարիք հետ հեվում եմ կամ ծխում եմ, հեվում եմ, բայց նաև ճնշման պատճառով կարա լինի հեվոցը, կարող է ավելի վատ բարդության նշան լինել կրծքավանդակում ծանրության զգացողություն, դիսկոմֆորտ, նույնիսկ ցավեր կրծքավանդակում ֆիզիկական ակտիվության ժամանակ, որը արդեն կրծքային հեղձուկի մասին է խոսում, այսինքն արդեն սրտի իշեմիկ հիվանդության մասին է խոսում։ Եթե գլխուղեղի վնասման երևույթներն են, կլինի գլխապտույտ, գլխացավ, ծոծրակային ցավեր, ներգանգային ճնշման արդյունքում նաև կարող լինի սրտխառնոց։ Եթե երիկամների վնասումներ են լինում, հաճախամիզություն, գիշերամիզություն, եթե աչքերի վնասումները արդեն տեսողության խանգարումներ, եթե ստորին վերջույթների զարկերակների վնասումներ, կոչվում է միջող կաղություն, այդ արդեն բարդությունների շարքին է, երբ որ մարդը 100-200 մետր կամ ավել քայլելուց սուր ցավեր է ունենում վերջույթներում, որը ստիպում է հանգստանալ կամ ունենում է վերջույթների թուլություն քայլելու ընթացքում, էլի կարևոր լուրջ բարդություն է, պահանջում է լուրջ բուժում։